ասում ենք ոչ։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն ենք հայտնում այս շոկ եղանակին մեր հորդորին արձագանքելու համար։ Ինչպես նշեց իմ գործընկերը Մանուկ Սուքիասյանը, խնդիրը շատ պարզ է։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հենց ինքը մտցրեց այս անտագոնիզմի, անհանդուրժողականության, փողոցային բառամթերքի մշակույթը եւ անդադ իրադարձությունները տարավ էսկալացիայի մակարդակով, դեպի էսկալացիա։ Ընտրությունների գիշերը արդեն բոլորիս համար ակնհայտ էր, որ գործ ունենք իշխանության ուզուրպացիայի փորձի հետ, որովհետև եթե երկրի փաստացի ղեկավարը ժամը 2-ին, երբ դեռ մեծ տեղամասերից որևէ մեկում քվեարկության արդյունքները ամփոփված չեն, հայտարարում է, որ ինքը հաղթել է, ինքը կարող է միայնակ կառավարություն ձևավորել, սա այլ բացատրություն չունի, քան պատվեր իշխանության բոլոր մարմիններին ճիշտ թվեր նկարելու վերաբերյալ համապատասխան գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ։ Սովորաբար իրական մրցակցային պայքարում հաղթող ղեկավարները հետընտրական իրենց ասուլիսներում հաշտության կոչ են անում, փորձում են հաշտեցնել հասարակության տարբեր շերտերին, անդադ շեշտում են, որ իրենք ոչ միայն իրենց ընտրողների, այլ նաև ամբողջ ժողովրդի ղեկավարն են։ Նիկոլ Փաշինյանը գնաց միակամայն հակառակ տրամաբանությամբ։ Հենց առաջին հետընտրական ասուլիսում նա թիրախավորեց ընդդիմադիր առանցքային 3 առաջնորդներին սպառնալով նրանց նստեցնել։ Դա նշանակում է շատ պարզ մի բան։ Ինքը շատ լավ գիտակցում է, որ ինքը եւ իր թիմը այս ընտրություններում հաղթանակ չեն տարել։ Այո։ Հետևաբար մենք պետք է օգնենք, որպեսզի այս իբրև թե հաղթած, բայց պարտված ու լուզեր իշխանությունը օր առաջ հեռանա։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, երեք ինձ համար, որպես փորձառու քաղաքական գործիչ, պարզ էր, որ մենք ականատեսն ենք լինելու հերթական դաղալությանը։ Երբ որ առավոտյան Նիկոլ Փաշինյանը բրիֆինգում էլի ցինիկ արտահայտություններ արեց Գագիկ Ծառուկյանի հասցեին, հետո հանդիքնություն ունեցավ խոսել ընդդիմադիր գարշահոտության մասին, որը պիտի հայտնվի ազգային ժողովում, արդեն ինձ համար պարզ էր ինչ է լինելու։ Ուրեմն երկրի ղեկավարը այնքան անտակտություն ունենա, որ 550,000 մարդու, իսկ այդպիսին է ըստ պաշտոնական տվյալների ընդդիմության առանցքային ուժերի ձայները, այս կերպ վիրավորի, դա չտեսնված և չլսված բան է ամբողջ ժողովրդավար աշխարհի համար։ Եվ այն երեկոյան մի աշխարհարությամբ ԿՀ-ն չեղարկում է կամ անվավեր է ճանաչում հենց այն երկու տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն պատկառելի ձայները ստացել։ Եթե ԿՀ-ն գնար բոլոր ընտրակեղծիքները վերացնելու ճանապարհով, մենք միայն կողջունենք։ Եթե ԿՀ-ն ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուց հետո կրկնակի քվեարկություն նշանակել, դարձյալ մենք կողջունենք։ Բայց միտումը շատ պարզ է ԲՀԿ-ին դուրս թողնել խորհրդարանից, որովհետև միայն այդ կերպ է, որ Փաշինյանը հնարավորություն է ստանում 3/5 ունենալ խորհրդարանում եւ ընդունել սահմանադրական օրենքներ։ Ուրեմն մեր պայքարի տրամաբանությունը շատ պարզ է եւ ունի երկու հարթություն։ Առաջին հարթությունը դա իրավական հարթությունն է։ Մեր իրավաբանական թիմը հիմա շատ ակտիվ
աշխատում է ոչ միայն արդարությունը վերականգնելու ուղղությամբ այս երկու տեղամասում, դրան անշուշտ մենք բոլոր գործիքակազմերով հետամուտ ենք լինելու, այլ մենք ուսումնասիրում ենք մասշտաբային ընտրախախտումների ծավալները ամբողջ երկրի մասշտաբով եւ քննարկում ենք թե ԿՀ-ում, թե դատական կարգով վիճարկումների մի ամբողջ փաթեթ։ Բայց կրկնում եմ, այս հավաքի առաջնահերթ խնդիրը երկու տեղամասներում առնվազն կրկնակի քվեարկություն նշանակելու որոշման հասնելն է։ Սա մեկ, քաղաքական առումով։ Ուրեմն եթե իշխանությանը թվում է, որ շարունակական բեսպրիցելով իրենք կարող են հավերժացնել իրենց իշխանությունը, որ կարող են Հայաստանում ստեղծել Ենոքավանցու Մուսոլինիի իշխանություն, չարաչար սխալվում է։ Մենք հետևողականորեն հասնելու ենք նրան, որ այս իշխանության ճգնաժամը ունենա իր տրամաբանական հանգուցալուծումը եւ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր ուսապարկերի հետ միասին հեռանա։ Հիմա մենք ակտիվ կոնսուլտացիաներ ենք սկսել ընդդիմադիր դաշտի բոլոր առանցքային գործընկերների հետ եւ ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ այս պահին ընտրությունների իրավունքի պաշտպանության հարցում ամբողջ ընդդիմությունը կոնսոլիդացված է։ Եվ ուրեմն սիրելի հայրենակիցներ, լինում ենք համախմբված, լինում ենք հետևողական եւ Փաշինյանը վաղ թե ուշ հեռանալու է։